Մեր նպատակն է, որ մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ ոտքի կանգնեն իրենց ընտանեկան, իրենց բարեկամական միջավայրով արդեն կայացած ապրեն իրենց մայր հողում։ Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Աբրահամ Մարտիրոսյանը տեղահանությունից ի վեր փորձում է հոգալ այն արցախցիների կարիքները, որոնք բնակություն են հաստատել իր հովապետության ներքո գտնվող գյուղերում։ Դաշտավան գյուղում մոտ 70 արցախցի է ապրում, որոնց մեծ մասը համակեցությամբ։ Գայանե Խալափյանը մեկն է այն արցախցիներից, որոնք թեմի կողմից ստացել են աջակցություն։ Արցախից Դաշտավան են եկել դատարկաձեռն։ Սնունդա տվել, շորերա տվել, 2 հատ վերմակա տվել, 2 հատ բարձա տվել։ Առաջ օրերը որ եկել ենք արդեն ինքը օգնել է, ոչ բան չի եղել։ Հարևան Զորակ գյուղում հաստատված արցախցիների թիվը մոտ 430 է։ Եկեղեցու կողմից աջակցություն ստացած Սուսաննա Դանիելյանի ընտանիքն ի սկզբանե հաստատվել է այստեղ։ Միասին ապրում է իր մոր, ամուսնու քույրերի ընտանիքների հետ, մեկ հարկի տակ 22 հոգով։ Տեր հայրը տոշակներով, յորղաններով, անկողինով օգնել է։ Հետո աման-չաման օգնել են։ Տունը ջուր չի եղել, ջեռոցում չի եղել։ Դաժե Հայաթում ջուր չկար, 3 ընտանիքների Հայաթից ենք ջուր կրում, իմ կիսուրը բերում էր, հետո մենք եկանք, մենք ենք բերում։ Ջրի հարցն են լուծել, ջուրը քաշել են Հայաթ, տաք ջուրը կա արդեն։ Լվացքի մեքենան չունենք, ստացել ենք, բահարան չունենք, էտել են օգնել։ Հայ առաքելական եկեղեցին իր բոլոր թեմերի ներգրավմամբ առ այսօր շարունակում է օգնել արցախցիներին։ Այս պահին եկեղեցու տարբեր թեմերին պատկանող կառույցներում շուրջ 400 արցախցի է ապրում։ Այժմ ավելի շատ օգնում են արցախցի կարիքավոր 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին։ Այս ընթացքում մեր թեմերի սոցիալական գրասենյակների պատասխանատուները հոգևոր հովիվների հետ, թեմերուն սպասավորող հոգևոր հովիվների հետ միասին ամենատարբեր ընտանիքների թե իրենք են բացահայտել երբեմն եւ թե նաեւ հենց առաջնորդարաններին մեր հայրենակիցները դիմում են իմանալով որ կան աջակցության տարբեր հնարավորություններ։ Բոլորս էլ հասկանում ենք տեղահանության ենթարկված մարդը արդեն իսկ ինքը դժվարության եւ կարիքի մեջ է, բայց նաեւ պետք է հաշվի առնել որ մայրաթորի հնարավորություններն էլ նյութական առումով անսահման չեն եւ մենք ստիպված ենք շատ անգամ ընտրել ներկայացված ծրագրերի մեջ ամենաթիրախավոր, այսինքն ամենակարիքավոր ընտանիքներին եւ թիրախավորել օգնությունը իրենց համար։ Եկեղեցին օգնում է արցախցիներին ոչ միայն նյութապես, այլև հոգեպես ոտքի կանգնել ու բնականոն կյանք վերադառնալ։ Փորձում ենք իրենց համար աշխատատեղեր գտնել, իրենց հետաքրքրվել ինչ մասնագիտություններ ունեն եւ խնդրենք մարդկանց իրենց աշխատանք տրամադրել։ Դեռ այսպես անընդհատ օգնելով մենք իրենց ավելի շատ կվնասենք, քանի որ եթե իրենք սովորեցին 1-2 տարի անընդհատ օգնությամբ ապրել, երբ որ դա կտրվեց, իրենք ավելի անհուսության մեջ պիտի լինեն։ Հարյուրավոր արցախցի ընտանիքների ես պարզապես լսել եմ։ Նստել եմ իրենց կողքին, ուղղակի լսել եմ այդ պահին անգամ նյութական որևէ բան անելու հնարավորություն չունենալով, որովհետև այո, եղել են դեպքեր, երբ որ չեմ կարողացել իրենց նյութական հարցերը լուծել, բայց երբ որ դու մարդուն լսում ես եւ մարդը հասկանում է, որ ինքը անտեսված չէ, ինքը իր ցավի մեջ միայնակ չէ, սա էլ այդ առաքելության իմաստն է։ Աջակցության ծրագրերի իրագործման համար եկեղեցին համագործակցում է տարբեր բարերարների, հիմնադրամների, կազմակերպությունների, արտասահմանյան թեմերի հետ։ Ծրագրերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ այլևս չլինի դրանց կարիքը։